Այսօր խոսելու ենք կրթության հետ կապված խնդիրների վերաբերյալ, հիմնականում մեր թեման լինելու է կրթությունը, այս թեմայի շուրջ Սեմյոն Բաբայանին, հանրային ազդարար ՀԿ-ի նախագահին ենք հրավիրել, ինչպես նաև Տիկին Արմինեին փորձագետ, եւ միասին հետաքրքիր փորձագետ, եթե կան ավելացնելու բաներ, ավելացրեք, էլի, ես գիտեմ, որ պես փորձագետ ես։ Շատ լավ։ Այդ թեմայի շուրջ ենք խոսելու, շնորհակալ ենք հրավերի համար, որ մեզ հրավիրել եք, որպեսզի միասին կարողանանք այս հարցի շուրջ ինչ-որ չափով գտնել լուծումներ։ Տիկին Արմինե ջան, խնդրեմ, դուք ներկայացեք եւ շարունակեք։ Արմինե Դավթյան, մանկավար, հոգեբան, Գավառի պետական համալսարանի դասախոս, Խարիզմա երիտասարդական հասարակական պետության նախագահ եւ ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի հիմնադիր։ Շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ հրավերի համար, կարծում եմ մյուս մասնակիցները եւս ներկայանան։ Նոր շարունակենք թեմաները։ Սեմյոն ջան, դուք էլ ներկայացեք։ Սեմյոն Բաբայան, արդեն երկրորդ անգամ ենք զմրուտ նախագծում հանդիպում եւ մենք արդեն պայմանավորվել ենք, որպեսզի մեր այս հանդիպումները լինեն հետաքրքրաշարժ, պարունակեն արդեն հրավեր որոշակի լսարանների համար։ Ես իրավապաշտպանն եմ դառել արդեն 4 տարի է, հանրային ազդարար իրավապաշտպան ՀԿ-ի նախագահն եմ։ Նախկինում դասավանդել եմ ռազմական ուսումնական հաստատություններում, ոստիկանության ակադեմիայում եւ ներկայումս իրականացնում եմ իրավապաշտպան գործունեություն։ Իմ անունս Պետրոս Չիլյան է, ես ներկայացնում եմ զմրուխտը։ Զմրուխտը ուրեմն մի նոր հարթակ է ինտերնետի վրա, որը որ ներկայացնում է նորություններ, մշակութային, կյանքի առօրյա, ֆիլմեր, երգեր, այսինքն ամեն ինչ որ մենք կարող ենք ներկայացնել մեր հայ հանդիսատեսին, որովհետև այդ ձևի մի հարթակ է պետք, որ մարդիկ երբ որ իրանց այն ժամանակը որ գալիս է իրանք լավ հայ են զգում, կարողանան միանան նայեն թե ինչ նորություններ կա ազգի հետ կապված։ Ուրեմն մեր խնդիրը ներկայացնել խնդիրներն է ու լուծումների համար հարթակ ստեղծելն է։ Այսօր մենք ձեզ հրավիրել ենք այն հույսով, որ քննարկելու միջոցում կարողանանք հարցերի պատասխանները գտնենք եւ լուծումներ սկսենք։ Իմ անունը Ռաֆայել Ղազարյանն է, ես գովազդի առաջխաղացման մասնագետ եմ, եւս այս հարթակը փորձում ենք ներկայացնենք թե Սփյուռքում, թե Հայաստանի ներսում ու հնարավորություն ստեղծենք մարդկանց իրանց առօրյական հարցերը, որոնք որ կարևոր են, որոնք որ վերաբերում են ընդհանուր հայության ապագային, թե քննարկեն, թե լուծումներ որոշակի գտնեն։ Ես կուզենայի նշել, որ այո, մենք այսօր հավաքել ենք շատ լավ մի թիմ, որը մասնագիտական առումով, չգիտեմ, արդեն դիտողները կգնահատեն, ունակ է եւ կլուծի այն խնդիրը, կաշխատի լուծել այն խնդիրը, որը մեր առջև ծանրացած է, հենց մեր կողմից եւ հասարակության պետության կողմից։ Ես էլ ներկայանամ, ես էլ Արթուր Սարգսյանն եմ, ժամանակակից ստեղծագործող, Դեպիներ դե նախաձեռնության հիմնադիր, գրականագիտությունը որպես զենք նախագծի կազմակերպիչ, եւ ես էլ իմ չափով փորձում եմ ազգապահպան գործունեություն ծավալել, երիտասարդներին ավելի մոտեցնել Նժդեհին եւ փորձել այն ամեն ինչը, ինչ կապ ունի մեր ազգայինի հետ, լեզուն, ընտանիքի հասկացողությունը եւ այդ ամեն ինչը էլ ավելի վերարժևորել։ Այսօր պատրաստել ենք այսպիսի ձևաչափ, հարց ու պատասխանի միջոցով փորձենք գտնել լուծումներ։ Սկսենք առաջին հարցս Տիկին Արմինեին եմ ցանկանում տալ։ Տիկին Արմինե, ըստ ձեզ այսօր կրթական համակարգում մեթոդաբանության սխալ կա եւ եթե այո, կխնդրեի ավելի հիմնավորել ինչպիսի սխալներ եք նկատում ինքներդ որպես մասնագետ։ Մեթոդաբանության առումով, եթե վերցնում ենք հենց բառի իմաստով, ոչ թե միայն մեթոդիկա հասկացության իմաստով, մեթոդաբանությունը կրթության բովանդակության առհասարակ հիմքն է կազմում։
Եվ ցանկացած երկրի մեթոդաբանությունը հիմնվում է առաջին հերթին փիլիսոփայական գաղափարախոսական հիմքերի վրա։ Հա, եթե վերցնենք ցանկացած երկիր, օրինակ ԱՄՆ մեթոդաբանությունը կրթական դա պրագմատիզմ է, եվրոպական էգզիստենցիալիզմն է, հա, տարբեր երկրներ որթեգրելով Գային, դեմոկրատական, կառավարական, սոցիալիստական մեթոդաբանությունը կխնդրեմ ում մոտ անջատած չի միկրոֆոնը, ինձ մոտ արձագանքում է, անջատեք որ չափանցում ահա, կարծես կարգավորվեց Եվ մենք առհասարակ կարելի է ասել ունենք սահմանադրություն, որը արձանագրել էր այդ գաղափարախոսական հիմքը, դա ազգային, դեմոկրատական, սոցիալիստական պետության կառուցումն է, որպես գաղափարախոսական հիմք ունենք 3 կարևոր փիլիսոփայական առանցքներ, առաջին ազգային, ժողովրդավարական եւ սոցիալիստական։ Իսկ բոլորը իրար հետ համակցված ստեղծում են մեր ազգային դպրոցի եւ կրթության գաղափարախոսական հիմքը եւ աշխարհայացքային կարելի ասել առանցքը։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ շատ գլոբալ գործընթացներ տանում են ազգային հասկացությունների ստորադասման, նսեմացման ինչ որտեղ եւ ես տեսնում եմ, որ մեր կրթության համակարգը որդեգրել է այդ գործընթացը եւս Այսինքն ստորադասելու ազգայինը եւ բարձրացնելու ինչ որ այլ արժեքային համակարգեր, որոնք նախ առաջին հերթին հակասում են մեր սահմանադրությանը, երկրորդ հերթին կարող են վնասել մեր պատմական ազգային ինքնության, այսպես պահպանման հիմնախնդիրը մշակույթի կրթության միջոցով եւ երրորդ փոխվում է արժե համակարգը ինչն է կարևոր դառնում, ինչը անկարևոր, սովորաբար ամեն գաղափարախոսություն ունի իր արժեբանական բուրգը, ինչն է կարևոր վերևում, հետո կամաց իջնում է, այդ բուրգի։ Այստեղ մենք տեսնում ենք փոփոխության ջատագովներ, երբ հայրենիք հասկացությունը փոխվում է պետության հասկացությունով, վերև է տարվում պետությունը, իջնում է հայրենիքը Այստեղ մենք տեսնում ենք ազգային արժեք հասկացության ազգի եւ հայրենիքի փոխակերպումը մարդակենտրոնության փոփոխության, որը գաղափարական առումով այսպես կտրուկ փոփոխության է տանում մեր այսպես Հայաստանում եղած կրթության համակարգի բովանդակությունը եւս։ Եվ մենք տեսնում ենք, որ այստեղ երկու մասի են բաժանվում ժողովուրդը, ովքեր կողմնակից են այդ այսպես պրագմատիկ գաղափարներին, իրականում դա ամերիկյան քաղաքակրթության հիմքն է ըստ էության, եւ ազգայինի, որովհետեւ մեր խնդիրը ըստ էության ոչ թե դրանք իրար հակադրելն է, որ այսօր արվում է կարծես թե, այլ դրանք առհասարակ ինչ որտեղ իրար հետ որպես գնացքի երկու ռելսեր դիտարկելը, որի վրա մենք կարողանանք որպես ազգ գոյատևել եւ չկորել։ Եվ այս պարագայում մի քիչ ես տեսնում եմ, որ այդ ռեզոնանս է առաջանում, երբ ինչ որ մի շարժում է առաջանում ազգային կառավարման համակարգը, հատկապես կրթության մշակույթի ոլորտում, ինքը սկսում է ինտենսիվ պայքար այդ ազգայինի վրա, ստորադասելով շատ ազգային նախկինում արժեքներ, ստորադասելով կամ պիտակավորելով կամ սևացնելով, արժեզրկելով, դրանք սկսում է մարդկանց մեջ հարցեր առաջացնել, արդյոք մենք ճիշտ արժեքներ ունեինք ազգային, երբ որ մեզ դա հրամցնում էին, սկսած լեզվից, վերջացրած պատմությունից, բավականին լուրջ խնդիրներ են առաջանում եւ այդ ռեզոնանսի մեջ
պահպանել ազգայինը դառնալու է լուրջ խնդիր մտավորականության համար, որովհետև մտավորականությունն էլ շատերը լքել են երկիրը կամ ինչ որտեղ ճնշված են, այսօր բավական դասախոսներ են ազատվել համալսարաններից իրենց ազգային համոզմունքների, հայրենասիրական համոզմունքների համար, եւ շատ մտավորականներ հալածված են, շատ մտավորականների վրա կապրամատներ են գտնում եւ փորձում են ճնշել մտավորականությանը, իսկ ես համարում եմ, եթե մտավորականությունը լռում է, դա նույնն է, ինչ որ մարդը գոյություն ունենա առանց ուղեղի, հա, նույնն է, ինչ որ առանց գիտական մտքի, առանց մտավորականության հայրենիքը եւ նաեւ լեզուն, հա, խոսքը այսօր շատ կարեւոր է ազգայինի պահպանման առումով, որը նույնպես կրթության ոլորտում ինչ որ երկրորդական դաշտ է մղվում, եթե նախկինում օրինակ մեծ տեղեր տրվում Սփյուռքի մանկավարժների, դպրոցների հետ հայերեն կրթության գործընթաց իրականացնելու, ես հիշում եմ մենք 15 տարի առաջ վերապատրաստումներ էինք անցկացնում Սփյուռքի ուսուցիչների հետ հայեցի կրթությունը պահպանելու, լեզվական կրթությունը պահպանելու առումով, այսօր այս ոլորտում եւս ես տեսնում եմ խնդիրներ եւ ազգայինը կորցնելու վտանգներ, բավականին մեծ վտանգներ մեթոդաբանության առումով կա այսօր կրթության ոլորտում, մի քիչ գլոբալ եմ ասում, բայց այստեղից է գալիս, հա, այսպես ինչ ենք մենք որդեգրում, պահել ազգայինը, թե ձուլվել։ Այս առումով մեթոդաբանությունը մի կետը դա գաղափարախոսական հիմքն է մնացած առումներով արդեն թե ինչպես ենք դասավանդում, ով է դասավանդում դպրոցներում, ինչու համար է դասավանդում, սրանք բոլորը լուրջ գիտական հիմնավորման խնդիրներ են, որը չի արվում այսօր այդ մակարդակի մեջ, ինչ որ պետք է արվի, որտեղ մենք չունենք ինստիտուցիոնալ լուծումներ գիտական։ Արդյոք ես կարամ ձեզ մի հարց տամ, նայեք, ես խնդիրը ինչ ձև եմ տեսնում, Ամերիկայի կրթական ուրեմն սիստեմը, տենց ասեմ, հիմնված է իրա պարունակվող ժողովրդի, որոնք որ իրանք անհատականություն չունեն, ազգային անհատականություն չունեն, այստեղ ամերիկացին ժողովուրդ ամենալայն հասկացողությամբ, հասկանում եք, իսկ հայերը իրանք identifikացիա ունեն, այսինքն իրանք գիտեն, օրինակ մեկին որ հարցնում ես դու ով ես, ինքը ասում է ես պես եմ, ես հայ եմ, ես ստեղ եմ ծնվել, ես այսինքն էդի իրա հայ լինելը իրա identifikացիայի մի մասն է ու հենց այդ մասն է իրան ուրեմն կոնորոշում թե ինքը ինչ որոշումներով պետք է ապրի, ինչ նպատակներով պետք է կոնորոշվի։ Հիմա քանի որ ուսումնական դասակարգը այդ մոմենտը ուզում է հանի ու որոշ սերունդից արդեն հանելել է։ Ինձ թվում է մեր նախնականը երեխաներին ներկայացնել հայ լինելու գաղափարը։ Ինչ է հայ լինելը։ Լեզվի հետ գրականությունը կա, ֆիլմերը կան, հեքիաթները կան, հազար ու մի բան կա հայկական։ Օրինակ ես ասեմ երբ որ գնաս Wikipedia նայես հայկական մշակույթը կտեսնես որ եթե գնաս գրականության մեջը ուրեմն կհարցնի թե որ մեկ արևմտյան, արևելյան, հին, նոր եւ այլն։ Այսինքն մենք շատ հարուստ մշակույթ ունենք, բայց մեր երեխաները դրանից խաբար չեն։ Ու ուրեմն չիմանալով թե իրանք ով են, իրանք երբեք չեն կարողանա իրանք իրանց ճանաչել։ So ինձ թվում է այս կրթության սկզբունքում պետք է լինի հենց այդ։
այսինքն ինքը երեխան ինքն իրան պետք է ճանաչի։ Դուք նկատի ունեք կրթությունը արտերկրում, Սփյուռքում, հայեցի Այո, կրթությունը։ ես Սփյուռքում եմ ապրում։ Այո, հիմա մեզ մոտ այսպիսի տենդենս է նկատվում, հա, պետական մարմինները, կառավարման համակարգը առաջ է քաշում մի գաղափարախոսություն, որ Սփյուռքը անջատի Հայաստանից։ Ինչու, որովհետև ասում են, եթե դուք այդքան շատ եք սիրում Հայաստանը, ինչու եք թողել գնացել, եւ փորձում են դրանով իսկ Սփյուռքի եւ Հայաստանի միջև անջրպետ ստեղծել, հա, այսպես բաժանում ստեղծել, եւ դրանով իսկ ինչ որտեղ թուլացնել այդ կապը եւ ջանքեր չի ներդրվում Սփյուռքում հայեցի կրթությունը ապահովելու համար։ Եթե Հայաստանի վրա ես ուզում եմ ջանք ներդնեմ, կներեք ընդհատեցի, ու ես հենց դրա համար ուզում եմ այս զմրուխտը սարքել եմ հենց այդ նպատակով, որ հիմա տեսեք, բնության մեջ բոլոր ուժերը իր հակաուժերն ունեն, ճիշտ է։ Okay. So հիմա մի խումբը ուզում է անջատի, մի խումբ էլ ուզում է միացնի։ So թող իրանք իրանց ուզածը ուզեն, մենք էլ մեր ուզածը ուզենք։ Բայց ամեն մեկ իր գործը պետք է անի։ Միանշանակ կողմնակից եմ, որ անգամ թեկուզ օտար երկրում հայեցի մտածողությունը, հայեցի տեսակը պահել, բայց այստեղ հիմա հրամցնում են, որ հայը զոհ է, եւ մենք չենք ուզում այդ զոհի հոգեբանությամբ ապրի հայը, եւ ուզում ենք, որ հայը լավ ապրելու հոգեբանությամբ ապրի, եւ փորձում են եւ գրականության եւ արվեստի միջոցով այդ զոհի հոգեբանությունը իբրև թե հանել։ Բայց իրականում ես կարծում եմ, որ հայը այո ունի զոհի հոգեբանություն, բայց դա ոչ թե թույլ տեսակին է բնորոշ այդ զոհի հոգեբանությունը, այլ հակառակը հայը երբեք չի ուզում կռվել, ուզում է արարել։ Հենց հայի այդ արարող տեսակն է ուժեղը, որին անընդհատ ուզում են ոչնչացնել եւ կերտում են որպես զոհ։ Եվ այդ ուժեղ տեսակը չեն մեզ հրամցնում ցավոք սրտի, այլ փորձում են զոհի տեսակ հրամցնել սերունդներին, որ իբրև թե տեսեք, ձեզ անընդհատ կործանել են եւ այլն, բայց հայը չի կործանվել, հայը մնացել է, հայը գոյատևում է եւ ինչով է գոյատևում, հենց իր արարչագործական հատկանիշով, որ հայը արարում է, ուր էլ գնա, ես հային բնորոշում եմ հենց իր այդ տեսակով, արարող տեսակով, որպես ուժեղ, որին անդադ ուզում են ոչնչացնել եւ ստեղծում են զոհի իմիտացիա։ Սփյուռքի խնդիրը նա է, որ ստեղծել հայկական դպրոցներ, եթե չկան իրականում, եւ կապել Հայաստանի հետ այդ դպրոցները, գուցե մանկավարժների հետ, գուցե եւ Վերջերս կներեք, թե շեղվում եմ գուցե եւ եղա Մխիթարյան միաբանության Ավստրիայի Մխիթարյան միաբանությունում եւ շատ ցավով էի տեսնում, թե ինչպիսին է եղել Մխիթարյան միաբանությունը նախորդ դարաշրջանում եւ հիմա դարձել է ուղղակի թանգարանային գոտի։ Իր հսկայածավալ գիտական ռեսուրսներով, գրադարանով, ամեն ինչով ինքը դարձել է ուղղակի թանգարանային կառույց։ Այնտեղ չկան հայ երեխաներ սովորող, չկան հայ ուսանողներ սովորող եւ այլն։ Սա մեր իրականությունն է, որը մենք ենք կերտում։ Մենք իրականում կտրվում ենք ինքներս, հա, եւ անխուսափելի է, որ սերունդներն էլ կտրվեն։ Դրա համար այս առումով շատ կարևոր է, որ մենք հասկանանք նախ ով է հայը, եւ ինչպես պետք է պահպանել այդ տեսակը։ Իսկ ինձ համար առաջնային է, որ հայը արարող է, հայը իր լեզուն սիրում է, հայը իր մշակույթը ունի, յուրատիպ մշակույթը ունի, եւ հայը չի ուզում կռվել, հայը ուզում է գոյատևել, գոյություն ունենալ եւ արարել։ Արարել գոյության համար, ոչ թե ուղղակի ապրել լավ ապրելու համար։ Մեր հարցերը այսօրվա շատ են, ճիշտն ասած, եւ ես որպես իրավապաշտպան մի ավելացում անեմ, այնուամենայնիվ հետագայում տալ խոսքը մեր Արթուրին,
ուզում եի ավելացնել, որ ոչ միայն հայրենասեր մասնագետներն են վերացել կամ հանվում աշխատանքից եւ դրանց փոխարինում են դիլետանտները կամ այսօրվա իրականությանը հարմարվողները եւ իրականում հեռացվում են աշխատանքից հենց մասնագետները, որոնք սկզբունքային են, միգուցե դրանց մեջ կան ոչ սկզբունքային կամ հարմարվող մասնագետներ, որոնք ավելի վտանգավոր են։ Եվ ես իր հերթին ուզում եմ ասեմ, ինչա ձգտում անել հակառակ կողմը, չասենք որ կողմը։ Ուզում եմ որպեսզի Սփյուռքի Հայաստանի մեջ սեփ լինի, ուզում եմ որ հայրեն լեզուն չլինի, ուզում եմ որ մաշտոցյան գիրը չլինի, ուզում եմ հայրենասիրությունը չլինի, հայրենի գաղափարը չլինի։ Այդ դրա մասին մենք նաև հաջորդիվ Արտուրի հարցերում մենք կարող ենք զրուցել եւ որպես իրավապաշտպան ասում եմ եւ որպես զինվորական մասնագետ ես կասեմ որ հակառակորդի այդ ասացին մենք պետքա դիմադրենք հայկական զմրուխտով այսօրվա մեր հարթակը կոչվում է զմրուխտ որը ոչ միայն զմրուխտ է թանկարժեքության տեսակետից այլ իր տոկունության տեսակետից եւս արժեք է ներկայացնում Արտուր, խնդրեմ քո երկրորդ հարցը։ Շնորհակալություն հետաքրքիր պատասխանի համար, Տիկին Արմինե ջան, նախ ասեմ։ Հաջորդ հարցը Սերմյան Բաբայանին կցանկանամ հղել, որպես ՆԶՊ-ի ուսուցիչ, ինչ խնդիրներ կան, որ նկատում եք այս առարկայի հետ կապված դպրոցական դասաժամերի ընթացքում։ Ես իհարկե լավ կներ որ Տիկին Արմինեի հետ հարցերը, որոնք ծագել էին ընթացքում կարողանայինք մենք բարձրաբանենք, բայց հերթականությունը կապ չունի, պարոն Արտուր ջան։ Իրականում ՆՍՊ-ի հետ ինչ հարցեր է ծագում, այդ շատ խորքային հարց է, որովհետև մենք ունենք այսօր դվայնոյ ստանդարտներ, այսօր կրթությունը ձևափոխվում է տրանսֆորմացիայի ենթարկվում կասկածելի, անորոշ, սկզբունքային փոփոխություններով, որը ի վերջո մենք չգիտենք ինչ արդյունք կտա կամ այն դվայնոյ ստանդարտները, կրկնակի ստանդարտները, որ գոյություն ունեն, հենց ծնողը կամ շահառուն երեխայի փոխարեն ծնողը պետք է հարցնի իսկ ինչ կստանա երեխան այս ձևափոխման ընթացքում, արդյոք կստանա Եվ այդ առումով ուզում եմ ասեմ, որ ՆԶՊ առարկայի խնդիրները ոչ թե ձևավորվում են հենց ՆԶՊ-ի առարկայի շեմին, երբ որ սկսվում է այդ առարկայի ուսուցումը, այլ սկսվում են կոնկրետ վեստեմ մի դեպք, որովհետև կոնկրետիկան շատ լավ բան է իրավապաշտպան գործունեության ընթացքում, վեստենք Մայրենի երկրորդ դասարանի դասագիրքը։ Երբ որ ես բացեցի Մայրենի դասագիրքը, որտեղ 7000 օրինակ տպագրված էր, ես տեսա, որ Թումանյանը զրկվել է մեր այդ դասագիրքը։ Թումանյանը մեր հայ մանկագիրն էր, որի միջոցով դաստիարակվել ենք բոլորս, այդ թվում ԿԳՄՍ-ում աշխատող անձիկ, բայց չգիտես ինչի, ես կարդում եմ այսօր, հիմա պարոն Պետրոսը երևի չգիտի ինչա կատարվում, Կարդում եմ անվանացանքը, Խաչատրյան, Խմպո Ապեր, Ահմադի, Բիսետ, Դոնալդ, Չերչիսյան, Գրիգորյան, Սուխոմլինսկի, Մարտուչի, նույն Բիսետը երկրորդ անգամ, Զաքանան, ընդ որում պարոն մեր Պետրոսը ըստ երևույթի լինելով ամերիկացի պետքա ճանաչեր Բիսետին Դուք ճանաչում եք Բիսետին, լինելով ամերիկացի, Ամերիկայում ապրող հայ, եւ միգուցե Բիսետը հայտնի է Ամերիկայում, դրա համար մեր ԿԳՄՍ-ն ձգտել է այդ լսում եմ Ես ծանոթ չեմ, խոստովանեմ, եւ չգիտեմ ում մասին է խոսքը։ Իրականում Դոնալդ Բիսետը ունի 3 պատմված այս դասագրքի մեջ, որ Պիսի ինչ-որ մեկը ունենա 3 պատմված, բացառապես գոյություն չունի, ասեմ, որ նույնիսկ թուրքական մանկագիր կա, որը կոչվում է Ֆերիդուն Օրա, բայց ես ուզում եմ անդրադառնալ Դոնալդ Բիսետի պատմվածքի, ես կանդրադառնամ դրան, որը կոչվում է
մոռացված ծննդյան օրը։ Ընդամենը կարդամ մեկ նախադասություն սկիզբը։ Կար չկար մի մեծ փիղ կար։ Այս փիղը իր կնոջ եւ Յալմար անունով տղայի հետ հասկանում եք ինչ է կատարվում։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ՆԶՊ առարկայի մասին եւ եթե խոսում ենք, որ մայրենի երրորդ դասագրքի մեջ չեմ էլ ուզում ցույց տալ, որ արկա է ադրբեջանական դրոշի գույները եւ այդ երեխան 4 տարի հետո արդեն ՆԶՊ առարկա պետք է անցնի, ընդ որում այդ նույն երեխային երրորդ դասարանում արդեն սպասվում էր մի հատ անակնկալ Հայաստանի դրոշի հետ, այրվող դրոշը, արդեն իր համար արժեքային համակարգ է ձևավորվել։ Իսկ մեր կրթության նախարարությունը, ընդ որում կրթության դիդակտիկ խնդիրը լուծելու ժամանակ առնչվում ենք այն իրողության հետ, Սովետից, Սուխոմլիցկիից կամ հայտնի մանկավարժների կողմից եկած բանը գիտելիք, կրթություն եւ կարողություն, այսինքն գիտելիքն է կարևոր, հետո կարողանա երեխան ինչ-որ բան անի, հետո հմուտ լինի, ձեռք բերի փորձ։ Այսօր արդեն գնում է հարված արժեքային համակարգի վրա։ Այսինքն արժեքային համակարգը որպես փորձառության վերջնական կետ մեր մոտ ձևավորվում է այն արժեքային համակարգով, որպես զինվորական ես ասեմ, որ ինչ է ձգտում անել հակառակորդը։ Հենց այդ արժեքային համակարգը նսեմացնի սահմանը այն ինչ որ առանձնացնում է ի տարբերություն Ամերիկայի, որտեղ կան շտատեր, որտեղ ապրում են տարբեր ժողովուրդներ, բայց յուրաքանչյուր ամերիկացի ուզում է պայքարի եւ կռվում է իր երկրի համար։ Այդ հայրենասիրությունը յուրովի է։ Մենք երբեք չենք ստանա այդ հայրենասիրությունը օրինակ հնդիկների մոտ, օրինակ սինխերի մոտ, որոնք ապրում են Հայաստանում, երբեք չենք ստանա։ Հայաստանը տարանցիկ տարածք, եթե դառավ, հայերը կդադարեն ապրել։ Եվ ինչ վերաբերում է կոնկրետ ձեր հարցին, Արտուր, ՆԶՊ առարկայի սկզբում, երբ որ 8-րդ դասագիրքը նոր լույս տեսավ, բոլոր զինղեկները, ընդ որում գոյություն ունեն մոտավորապես 1200 դպրոցի համար, նաև պրոֆտեխ ուսումնարանների, քոլեջների համար, մոտ 1200-1400 զինղեկ։ Բոլորը վրդովվեցին, որ դուրս եկավ այն դասագիրքը, որը երկար սպասված էր, ինչ առումով, որովհետև զինվորական պատրաստությունը կամ ռազմագիտություն առարկան կամ ցանկացած զինվորական գիտություն, օրինակ մարտավարությունը, դա զարգացող գիտելիք է։ Եթե մենք երկար սպասել էինք այդ առարկայի ձևափոխմանը, մենք պետք է սպասենք, որ մի հատ ունիկալ պրոյեկտ պետք է լիներ։ Ցավոք, մոտ 200 սխալ կա ՆԶՊ առարկայի 8-րդ եւ նույն թվականին արտադրվել էր 10-րդ դասարանի ՆԶՊ առարկան, որի մասով բոլոր զինղեկները խոսում էին, բայց ոչ մեկ չէր ուզում ռեալ դիմադրել, պայքարել եւ ասել, որ սա անգրագիտություն է այս դասագիրքը այս ձևով ներկայացնել։ Իմ աշխատանքի շնորհիվ արդեն եղավ այն, որ ավելի լավ է 5 դասագիրքը լինի եւ այսօր ուսուցումը արդեն 24 թվից հետո 25 թվին անց են կացնում 9-րդ եւ 11-րդ դասարանի դասագրքերը, որոնք այդպես էլ լույս չտեսան Զանգակ գրատան կողմից, դրա դիրեկտորն է Չուգուրյանը, որը հասկացավ, որ հանդիպել է իմ դեմքով կամ այլ զինղեկների դեմքով մի դիմադրությանը, որը դիմադրում է տգիտությունը ներմուծի ուսման համակարգ, կրթական համակարգ։ Ասեմ, որ ավտոմատը հանվել է դասագրքի մեջից։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Դասագիրքը բացում ես, կարող եմ ցույց տալ մասնավորապես, դասագրքի առաջի էջի վրա երևում է կողմնացույց, հետևը կողմնացույց, ընդհանրապես դասագրքի մեջ չկա Հայաստանի զինված ուժերի համազգեստ։ Համազգեստը բացակայում, այսինքն ինչ որ նկար, որտեղ զինվորա, սպայա, երթում է տալի, չկա տենց նկար։ Այս ամեն ինչի արդյունքում արդեն էլեկտրոնային տարբերակում այս դասագրքի կազմային այս մասը փոխվել է էլեկտրոնային, բայց ցավոք դպրոցներում այս կազմը դեռ կա
եւ զինվորի եզակի զենքը դա հանդիսանում է ըստ երևի հեղինակների եւ պատվեր տվողների այն առարկան, որը կոչվում է կողմնացույց։ Ավտոմատը հանվել է, փոխարենը 9-րդ դասարանում մենք ուղղակի խոսում ենք ավտոմատը քանդել հավաքելու մասին, այնինչ երեխան չգիտի ինչ է ավտոմատը, այսինքն կազմային մասերը, կառուցվածքը, նշանակությունը չգիտի։ Այսենց սկիզբը, այսենց պրավալ է, երբ որ վաղը եթե ինչ-որ պատերազմական գործողությունները սկսվի, որ երեխան դպրոցում չի հասկանում, չի անցել, դա անթույլատրելի է եւ հանցագործություն է։ Իսկ ինչ է ձգտում անել հակառակորդը։ Հակառակորդը ձգտում է առաջի հերթին օրինակ, ՆԶՊ առարկան կձգտեր, եթե ես լինեի Հայաստանի ակնդեմ ինչ-որ պետություն, ես օրինակ կանեի, որ ինչ-որ գրանտային սկզբունքներով Հայաստանում չանցնեին դպրոցներում ՆԶՊ առարկան, ընդ որում կարծեմ արաբական աշխարհում չասեմ, որ պետությունները վերացրել են այդ առարկան դպրոցից, որովհետև զուգահեռ գործում են աղանդավոր ուղղություններ, որոնք դիմադրում են, դեմ են, որ զենքը ուսումնասիրվի դպրոցում, որովհետև ինչպես կասեր Գալուստ Սահակյանը մեր հայտնի, ասում էր երեխան պարտավոր է մեծանալ։ Այսինքն երեխային պետք է չասես, որ պատերազմ գոյություն ունի, երեխային չես կարող ասենք ծեծելու միջոցով դա հասկանալի է, երեխային չես կարող գնահատական դնել մինչև կարծեմ 3-րդ թե 4 դասարանը գնահատական անգամ չեն դնում, երեխային չես կարող, մի խոսքով այդ չես կարողների շարքը մեծանում է եւ զենքի սովորեցնելը արդեն սենց աբսուրդային եզրահանգում է գալի այսօրվա նոր արժեքային համակարգերով, որի նախնական արտացոլումը ես տեսա ՆԶՊ առարկայի մեջ։ Իսկ ըստ ինձ ՆԶՊ առարկան պետք է լինի ոչ միայն 8-րդ դասարանում, 9-րդ դասարանում, այլ պետք է վաղ հասակում եւս 6-րդ, 7-րդ դասարանում։ Եվ ես իմ դասերի ժամանակ օրինակ կուզենայի սովորեցնել, թե ինչպես պետք է վարվի զինվորը, ինչպիսի գիտակցում պետք է ունենա օրինակ տեսանելիության տեսակետից, չէ որ այսօր օրինակ տրանսպորտային միջոցով տեղաշարժվելիս զինվորները խփվել են հենց անօթաչու թռչող սարքերով, չգիտակցելով, որ հեռախոսով խոսալով տնեցիների հետ նրանք առաջի հերթին խոցելի են դարձնում այդ տրանսպորտային միջոցը։ Ով պետք է տա այդ գիտելիքները, իհարկե դպրոցում պետք է տան այն տեսանելիության ֆակտորը, որը գոյություն ունի, ինչպես կարելի է շրջանցել, որն է կարևոր ՆԶՊ առարկայի մեջ, ամենևին շարայինը չի, նույնիսկ զենք քանդել հավաքելը, այն նախնական ռեֆլեկտոր գործողություններն է որոշման ընդունման մեջ, սկսած զինվորից մինչև սպա կամ ջոկի հրամանատար կամ սերժանտ, որոնք իրանք պետք է անգիտակցաբար ռեֆլեկտոր իրականացնել։ Նույնը վերաբերում է արտակարգ իրավիճակներում, օրինակ երկրաշարժի դեպքում ոչ թե գիտակցաբար դու պետք է պաշտպանվես երկրաշարժից եւ նրա հետևանքներից, այլ դա պետք է կատարվի ավտոմատ։ Այսքանը ես կուզենայի անդրադառնալ, եթե կա երկրորդ հարցը լսում եմ։ Մինչև երկրորդ հարցին անդրադառնալը, նախ կխնդրեմ մի բան, հարգելի Սեմյոն Բաբայան ջան, որ ավելի հակիր ձևով փորձենք հարցին պատասխանել, չգնանք սարոզոր չընկնենք, հստակ պատասխանենք, որ ժամանակի մեջ տեղավորվենք, որովհետև կան պատասխանում նաև այլ հարցեր։ Շնորհակալ եմ շատ։ Եվ հաջորդ հարցը կցանկանայի ես տալ Տիկին Արմինեին, Տիկին Արմինե ջան, կուզենայի հետևյալի մասին խոսել, ընթացքում խոսեցինք նաև դրա վերաբերյալ, սակայն ավելի մանրակրկիտ, վերջերս ռադիոյով լսեցի, որ ցանկանում են այն մարդկանց բերել դպրոցական, այսպես ասած, այս ոլորտի մեջ ներգրավել, ովքեր չունեն այդ մասնագիտացված կրթությունը, սակայն ցանկություն ունեն, որպեսզի աշխատեն դպրոցում։ Այսինքն այդ ընթացքում մենք կարող ենք նաև ունենալ դրա հետևանքով կիսագրագետներ կամ դիլետանտներ, որոնք չեն կարող երեխային հստակ տրամադրել գիտելիք եւ դրա արդյունքում աշակերտներն էլ հաճույքով չեն սովորի այն ինչ իրենց տրամադրվում է։
Արթուր ջան, այս հարցում մի քիչ կիսագրագետ դիլետանտ արտահայտությունը շատ կոպիտ անիջում, որովհետև կարելի է լինել դիլետանտ մանկավարժության հոգեբանության առումով։ Ես իմ անձնական օրինակով կարող եմ ասել, երբ ես մտա դպրոց, ես ունեի ինժեներական կրթություն եւ մտա դասավանդելու նկարչություն գծագրություն, որտեղ գծագրությունով ես մասնագետ էի, բայց նկարչությունով մի քիչ դիլետանտ էի, այսպես ասած, բայց քանի որ նկարչի թոր պապիկս նկարիչ էր, ես տանը ունեի, այդ կրթությունը ստացվում տանը ինքնակրթությունը, ես բավականին բարձր մակարդակով եմ դասավանդել դպրոցում 6 տարի, չնայած պատրաստվեցի եւ ինքնակրթությամբ զբաղվեցի բավականին խորը, բայց երկրորդ տարի Սեմյան ջան, որ խնդրեմ դեր միկրոֆոնը կանկատեք Երկրորդ տարին ես մտա մանկավարժական համալսարան, որպես հայցորդ արդեն, որպես երկրորդ կրթություն, որպեսզի լրացնեմ իմ մանկավարժական կրթություն, որտեղ զգում էի դրա պակասը, հոգեբանական մանկավարժական կրթության պակասը ես զգում եմ։ Եվ ցավոք սրտի այսօր անգամ մանկավարժական բուհերը ավարտած ուսուցչի որակավորում ստացածների պարագայում ես կարող եմ ասել այդ պակասը զգացվում է ամենաշատը, որովհետև սկսած մանկավարժական հաղորդակցումից, հոգեբանական երեխային հասկանալու հմտություններից սկսած, դրանք ես համարում եմ ավելի բարձր պահանջ այսօրվա դասավանդողի առաջ, քան առարկայական գիտելիքները։ Իհարկե կարող է օրինակ ֆիզիկայի կրթություն ստացած, մաթեմատիկայի կրթություն ստացած մասնագետը մտնել դպրոց եւ լրացնել այսօրվա բացը բնագիտական առարկաների դաշտում քիմիկներին եւ այլն, մենք կարող ենք նրանց մեջ տեսնել նաեւ մանկավարժական ջիղ, բայց ես օրինակ առաջարկեի անպայման վերապատրաստումներ այդ մասնագետներին, որպեսզի իրենք լրացնեն մասնագիտական այդ կարողությունները մանկավարժահոգեբանական ոլորտի բայց ինտուիտիվ կարող են նույնիսկ շատերը ունենալ շատ լավ մանկավարժական հմտություններ եւ շատ ավելի հետաքրքիր դասավանդել, քան ասենք թե մանկավարժական բուհ ավարտածը, որի կրթության որակի առումով այսօր մի քիչ էլի մենք տեսնում ենք բավականին լուրջ խնդիրներ։ Այս առումով ես դեմ չեմ, որ կարելի է լրացնել դպրոցների մասնագիտական այդ բացը, նաև այդ մասնագետներով, եթե մարդը ձգտում է դասավանդել, ուրեմն ունի իր մեջ մանկավարժական ջիղ։ Ես կխրախուսեի, որ տղամարդիկ շատ մտնեին դպրոց, որի պակասը ահռելի մեծ է, եւ կխրախուսեի օրինակ որ զինղեկները ֆիզկուլտուրայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի ուսուցիչներ տղամարդիկ շատ ավելի գնային դպրոց, բայց ցավոք սրտի դա սոցիալական խնդիր է եւ ամեն տղամարդ չէ, որ այդ չնչին աշխատավարձով կարող է մտնել դպրոց, էլի պետք է ունենա իր մեջ, ոնց որ ասած, այսպես հայրենանվեր մանկավարժական մղումներ, որ մտնի դպրոց եւ ստորադասի ընտանիքի կարիքների հոգալու իր պատասխանատվությունը մասնագիտականին կամ զբաղվի միայն այդ գործով փող չաշխատի հանուն հայրենիքի կամ ինչ-որ մի բան։ Թույլ տվեք մի բան ասել, Տիկին Արմինե ջան, թույլ տվեք մի բան ասել։ Կանայք աշխատում են, որովհետև տանը ունեն ինչ-որտեղ նաև հենարաններ, հա, դրա համար դպրոցում մնացել են կանայք, տղամարդիկ դուրս են մղվել դպրոցներից։ Թույլ տվեք մի բան ասել Տիկին Արմինե եւ շարունակենք։ Տեսեք, ես հասկանում եմ արմատական խնդիրը որտեղից է գալիս, քանի որ դուք նշեցիք աշխատավարձի հետ կապված, որ այդ չնչին աշխատավարձով չեն ցանկանում շատերը աշխատել։ Ես բժշկությունը եւ ուսուցիչ լինելը համարում եմ առաքելություն։ Մեկը կրթում է սերունդներ, մյուսը բժշկում է մարդկանց։ Եվ եթե այդ առաքելությունը տրված է մարդկանց, որ պիտի իրենք կատարեն, դրա համար նաև պետք է լավ վարձատրվեն։ Եվ քանի որ այսպես ասած, դուրս են գալիս պրոֆեսիոնալ մասնագետները, իրենք ունեն կադրերի բացակայության խնդիր, փորձում են այս ճանապարհով լրացնել այդ բացը, բայց ամենակարևորը, դպրոցական դասագրքերում ըստ իմ տրամաբանության եւ վերլուծության, պետք է գիտելիքը, որ տրվում է երիտասարդներին, լինի ազգային, ամենակարևորը։ Բացի դա, ինչպես նշեց Սեմյոնը քիչ առաջ, Հովհաննես Թումանյանին, մեծ բանաստեղծներին, Եղիշե Չարենցին, Վահան Տերյանին եւ մնացած այլ կարևոր դեմքերին, ովքեր իրենք թողել են լայն ժառանգություն,
անպայման պետք է ներգրավել դպրոցական դասագրքերում, ոչ թե ներգրավել այնպիսի պատմություններ, պատմվածքներ եւ այնպիսի աններ, որոնք ավելի շատ օտարամոլ են, այսինքն մենք դրանով եւս գնում ենք օտարամոլության։ Մեր ժամանակ էլ կար դպրոցներում, ասենք ռուսական գրականությունը, Պուշկին կար, Հողմամեգով երկինքն առնում գալարում է Բուքեցյան եւ էլի շատ այլ բանաստեղծություններ կային, բայց այսօր պարզունակություն կա կրթական ոլորտ։ Սեմյոն ջան, տեսեք, մենք պետք է կարողանանք կրթության բովանդակությունը եւ դասավանդող սուբյեկտին կարողանանք այնքան բարձր մակարդակի այսպես կերտենք, հա, եւ այնպիսի պետական պատվեր իջեցնենք, որ դա ինչ որ ուղղվածություն ունենա, հա, ես միշտ ասում եմ, եթե դու չունես քարտեզ, կողմնացույց իջեցիք, հա, առանց կողմնացույցի դու չես իմանա հարավը որն է, հյուսիսը որն է։ Նախ առաջին մեր կրթության համակարգում այսօր քաոս է արժեբանական տեսանկյունից, գաղափարախոսական, աշխարհայացքային, ասենք, տեսանկյունից։ Քաոս է մի այլ կարգի։ Եթե դու չունես կողմնացույց, թե ուր ես գնում, դու չես իմանալ ուր ես գնում։ Մեզ հրամցնում են այսօր մի այլ արժեհամակարգ, օրինակ, մի մասը, ես այսպես նայում եմ, ասենք, թե հրամցնում են եվրոպական արժեքներ, մի մասը ամերիկյան արժեքներ, մեկ էլ տեսնում ես դասագրքերի մեջ հայտնվեցին, ասենք, ինչ որ արևելյան, ասենք, արժեքներ, այդ քաոսի մեջ ես միշտ մտածում եմ, որ պետք է լինի առանցքը ազգայինը։ Մեր առանցքը ազգայինը այս պահի դրությամբ խարխրված է։ Նախկինում համարեցին, որ ազգայինը եկեղեցով հավատով էին, հա, ստեղծում, բայց իմ համար, օրինակ, քրիստոնեություն չի կարող լինել հայկական միայն, որտեղ քրիստոնեությունը ունիվերսալ է։ Ինքը համաշխարհային դավանաբանություն է եւ ունի ունիվերսալ արժեհամակարգ եւ մենք հայերս որդեգրեցինք, չէ՞, այդ արժեհամակարգը։ Ճիշտ է, բայց հա, նույն ձևով մտածելով չի այդ հասկացությունները իրար կապված են, բայց չի նշանակում փոխկապված են, բայց դա պարտադիր չի, որ պետք է այո Քրիստոնեությունը ինքը արժեհամակարգ ունի եւ գաղափարախոսական հիմք ունի, որը որդեգրել է եւ ամերիկյան հասարակությունը եւ եվրոպական հասարակությունը, որտեղ մարդը որպես Աստծո ստեղծագործություն, հա, արժեք է եւ եթե մենք նայում ենք գաղափարախոսությունները, հումանիստական, հա, էգզիստենցիալ, պրագմատիստական եւ այլն, դրանք ուղղվում են դեպի մարդուն որպես արժեք։ Տիկին ամեն շատ շշերով ենք էլի։ Ազգը մեզ մոտ, գիտեք ինչն է խնդիրը, որ ամեն ինչի հիմքում ընկած այդ առանցքը, որից մենք շեղվում ենք անընդհատ։ Եթե վերցնենք առարկայական դասավանդումը, ինքը պետք է այդ առանցքի նպատակը լինի այդ ուղղվածությունը։ Եթե մենք չունենք այդ ուղղվածությունը, ասում ենք արժեքային համակարգ պետք է լինի, արժեքային կրթություն պետք է լինի, այդ արժեքների մեջ ազգը որտեղ է, մարդը որտեղ է, կյանքը որտեղ է, օգուտը որտեղ է, շահը որտեղ է, եւ հենց այդ կապակցությամբ պետությունը որտեղ։ Մենք դա մեզ մոտ այսպես քաոս է, մենք չունենք այդ կողմնացույցը։ Հենց այդ է ուզում ես շեշտել, այդ կապակցությամբ առաջանում են կրկնակի ստանդարտները, որոնք բերում են կրթությունը քաոսի։ Մասնավորապես ես ուզում եմ շեշտեմ կոնկրետ։ Մեր զրույցը լինի նաև կոնկրետ, եթե վերցնենք այդ մասով, մենք ունենք ուսումնական գործընթացի ռեգլամենտներ, նոր իրավական ակտեր, նաև դասագրքերի ստեղծման առումով։ Դուք չեք կարծում, որ այդ ռեգլամենտներից հիմնականները հենց խոչընդոտում են ուսումնական process-ը եւ դրա արդյունքը եւ որպես արդյունք մենք պետք է հասկանանք իսկ լսարանը դրանից ինչ է ստանում այսինքն բացի թղթից երեխան ինչ է ստանում ուսումնական process-ը տվյալ առարկան ինչ է ստանում եթե մենք վերցնում ենք որդեգրում ենք այդ արժեքային համակարգերը քաոսի ենք վերածում կրթական process-ը ինքը ինչ է ինքնույն
հանդիսանում խոչընդոտ, խնդիր մեր կրթական խնդրի մասին։ Ես խնդրում եմ այդ մասին 1-2 նախադասությամբ ասել։ Տեսեք, ես կարող եմ տիպիկ օրինակ բերել ձեզ Խորհրդային Միության կրթության համակարգը։ Խորհրդային Միությունը հստակ ուներ գաղափարախոսություն, հա? Կառուցում ենք սոցիալիզմ։ Դպրոցը իր ամբողջ բովանդակությամբ, անգամ համախառն ազգային բովանդակությամբ ինքը ուներ այդ նպատակը, տանում էր դեպի սոցիալիզմ, որտեղ մարդիկ սոցիալապես հավասար էին, հա, կար հավասար համակեցություն, անվճար կրթություն եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը եւ կար ազգերի ինքնորոշման իրավունք։ Այսինքն ազգայինը չէին ոչնչացնում, պահում էին ազգայինը, բայց դրանց վրա կառուցում էին այդ բոլոր ազգերի համակցված սոցիալիստական մոդելը։ Եվ դա աշխատեց, կարելի ասել, հա, 70 տարի աշխատող սիստեմա էր։ Շատ լավ մշակված իդեպ, գիտականորեն մշակված սիստեմա էր եւ գիտականորեն մշակված էին դասագրքերը, գիտականորեն մշակված էր մեթոդաբանությունը, ամեն ինչը։ Մենք դա քանդեցինք։ Հիմա վերցնում ենք, կարկատան ենք դարձնում կրթությունը, այստեղից մի բան, այնտեղից մի բան, այնտեղից մի բան, այս ուսուցիչներին դարձրել ենք արդեն վերապատրաստող քաոս գլուխները, չգիտեն ինչ են սովորեցնում, ինչի համար, ում իրենք սովորեն, որ բարձր աշխատավարձ ստանան, թե գնան երեխայի համար աշխատել։ Մենք կորցրել ենք ազգային արժեքային հենքը, այո, որի շուրջ պետք է պտտեինք, այդ զարգացման սպիրալը պիտի պտտվեր այդ առանցքի շուրջ։ Կամ ասեմ գնացքը, որը պիտի գնա ազգային եւ համամարտկային արժեհամակարգ իրար հետ գնացքի որպես ռելսեր, պիտի գնային որպես դաստիարակության եւ ուսուցման առանց։ Մենք դա կորցրել ենք, մենք ռելսերից ընկել ենք, մենք չգիտենք որն է ազգայինը, որն է համամարտկայինը, մինչեւ այս հստակությունը կրթության համակարգի մեջ գիտական միտքը չկառուցի, ամբողջ խորհրդային գիտական միտքը, եթե հիշում եք, բոլոր մասնագիտությունները անցնում էին մարքսիզմ, լենինիզմ։ Այո, հիշում եմ։ Արդյունը չի անցել։ Մենք անցել ենք, ես պոլիտեխնիկում սովորել եմ, անցել եմ մարքսիզմ, լենինիզմ առաջի տարին, հետո քանդվեց, հանեցի։ Դա ինչու համար էր դրված, հատուկ դրված էր ուղեղը արժեբանական առանցք մտցնելու համար։ Եթե մենք հիմա ասում ենք ազգային եւ ասում ենք այդ ազգայինը որն է, բայց մենք չենք ասում ազգայինը որն է, ով է հայը այսօր, դեր պատկերացմամբ հայը ով է, դուք ունեք այդ սխեման, այդ մատրիցան, մենք ով է հայը։ Մենք դրա վրա աշխատում ենք, մենք ուզում ենք բնութագրենք, թե հայը ով է։ Այո, ես ունեմ ինձ համար հայի կերպարը, դուք ձեր համար։ Եկեք Բայց կրթության բովանդակության մեջ այդ ազգայինը ձևակերպված չէ։ Տիկին Արմեջան, որպեսզի շատ չշեղվենք էլի թեմայից, անընդհատ գնում ենք մարքսիզմ, լենինիզմ, ուղղակի ճիշտ հասկացեք։ Եվ էլի ուրիշ հարցեր կան։ Եկեք անցնենք առաջ մյուս հարցը տամ Սեմյոն Բաբայանին, որից հետո ամփոփիչ կզրուցենք միմյանց հետ, ընդհանուր կհասկանանք իրար եւ կհասցնենք տրամաբանական ավարտի։ Սեմյոն Բաբայան ջան, հիմա ձեզ եմ հարցը հղում։ Սեմյոն այստեղ եք։ Իհարկե, ստեղ եմ։ Հա, իմ մոտ ուղղակի մի փոքր խնդիր կա ինչ-որ կապի։ Ես չեմ տեսնում էլի Սեմյոնին։ Ահա։ Ես որ թվում բայց։ Ուրեմն հաջորդ հարցը այդպեսի է։ Մենք ծնողներս կամ ուսուցիչները, աշակերտները չենք տեսնում նպատակը։ Տվյալ պահին դուք մի ակնթարթ մեջ չտեսաք, բայց մենք չենք տեսնում նպատակը կրթության եւ այդ առումով որպես իրավապաշտպան հետագայում հարցը ես կտամ Տիկին Դավթյանին, նաեւ հանդիսանալով սատանայի փաստաբանը, որով ինչ առումով սա գործիքակազմ է, որ advocat դիավոլը, ես պետք է հանգեցնեմ որտեղ է այդ քողարկված մեխանիզմները, որը բերել է այս իրավիճակի հաստրելա եւ ոնց կարող ենք այս խնդիրը լուծենք, այսինքն մեզ եթե դրել են եսին ինչի տեղ
իբր մենք էլ ուզում ենք հասկանանք, որ դրա լավը որն է, ինչի են ուսուցիչներին հասցնում են այդ իրավիճակի եւ աշակերտների արդյունքը որոշակի չի լինում։ Սովետի կրթության մասով ասեմ, որ առաջ բոլորը սովետի կրթություն ստացած, տեղից 60%-ը սովետի կրթություն ենք ստացել, ի վերջո մենք գիտեինք ինչն է լավը, ինչն է վատը։ Այսօր այդ լավն ու վատը մենք չգիտենք։ Նույնիսկ վերջերս թորներ ունեցողները սովորեցնում են այդ լավն ու վատը։ Այսօր արդեն լավն ու վատը չկա։ Դասագրքի մեջ կարող է նաև լավ, դրա մասին հետո խոսանք, հարցը տվեք։ Հարցը հետևյալն է, վերջերս այսպիսի մի արտահայտություն, որը բնականաբար ես համարում եմ սխալ եւ ոչ գրագետ ձևով կառուցված, առաջացնում է հետևյալ միտքը ինձ մոտ, որ սա նպաստում է որպեսզի մարդկանց մեջ ավելի շատ բարձրանա նյութապաշտության ոգի։ Լավ սովորի, որ լավ ապրես։ Խոսքը սրան է վերաբերվում։ Ինչպես կհիմնավորեք, ինչու այս արտահայտությունը այդքան լայն տարածում գտա մեր հասարակության մեջ։ Մի փոքր խնդրեմ խոսեք այս թեմայի վերաբերյալ։ Առասարակ դրանք նույնպես այն գործիքակազմի մեջ են մտնում, որ քողարկված իբր լավն են ուզում մատուցել որպես վերջնանպատակ, բայց իրականում շատ վատ ուղերձ են պարունակում, որովհետև ժամանակին մի 10 տարի առաջ կար սենց ուղերձ, կարգախոս, ուրեմն շահում եք դուք, շահում է պետությունը։ Բոլոր տեղերում այդ կարգախոսը մտցվեց, մարդիկ հասկանում են, որ լավ, եթե մարդ լավ է ապրում, պետությունը լավ է ապրում։ Իրականում այս ձեր ասած միտումը ես չեմ տեսնում նրա մեջ, որ այսօր լինի այլ կարգախոս։ Շահում է պետությունը, շահում է քաղաքացին, շահում է առողջապահությունը եւ անվտանգությունը, կարելի է շարանը շատ երկար ավելացնել, բայց ձեր ասածի մասով լավ սովորի, որ լավ ապրես, դա վերջնանպատակը չի մարդու։ Լավ սովորի, որ կիրառական լնես քո սոցիումին, քո պետությանը, քո ազգին։ Դա պետք է լինի առաջնայինը կրթության մեջ։ Մենք տեսնում ենք, որ հենց դրա մեջ չէ, քողարկվածը։ Մի հատ սենց ասացված եւս ես կուզենայի դուք հիշատակեք, բայց քանի որ չեք հիշատակի, ես ասեմ։ Որտե հաց ընդ կաց։ Չեմ ասում, պարոն Պետրոսը գնացել է հացի հետևից, ոչ, այսօր իր արածը մենք հենց այս հաղորդաշարի ընթացքում մենք տեսնում ենք ավելի մեծ դերակատարություն, որ մեզ այստեղ հավաքեց զմրուխտի շրջանակում։ Ինքը չի գնացել հացի հետևից, բայց այսօր երեխաների մեջ որտե հաց ընդ կաց ասելով մարդկանց պառակտում են եւ կենտրոնաձիգ ուղղությամբ, չէ, ֆիզիկայի տեսակետից, երբ որ շրջանը պտտվում է, մարդիկ գնում են դեպի կողմնակի պետությունները։ Դա շատ վատ հետևանք ունեցող նույն քողարկված մեխանիզմն է։ Ես դրանում համոզված եմ։ Բայց այստեղ մի բան կա, հա, հոգեբանական տեսանկյունից մենք տանում ենք ոչ թե դեպի մարդու ստեղծում ենք որպես արարող ինչ որ բան տալու տեսանկյունից, այս ստեղծում ենք մարդ, որը վերցնում է, այսինքն էգոցենտրիզմն ենք զարգացնում երեխաների մեջ, սոցիալական մտածելակերպը, տվողի մտածելակերպը զարգացնելու փոխարեն։ Այդպիսի մարդը դառնում է բժիշկ, որը փողով է աշխատում, ուսուցիչ, որը փողի համար է աշխատում, ոչ թե տալու արժեք ստեղծելու համար է աշխատում, ոչ թե առաքելության համար է աշխատում, ոչ թե հոգով է աշխատում, հայրենիքի համար է աշխատում, այլ իր լավ ապրելու համար է աշխատում, հա։ Ինքնուրույն չի, որ կատուն բերեցի, դեր ուղակի փախնում է, կատուն էլ է աշխատում, որտեղ հաց ընդ կաց։ Էգոցենտրիկ մարդ, որը դառնում է սպառող, այսինքն սպառող հասարակության համար ինչ է պետք, փող աշխատեմ, տանեմ, ծախսեմ, մեկը հարստանա, հա, այս սպառողի հոգեբանության մեջ ձևավորվում է ոչ մշակութային, ոչ արժեքային, ոչ առաքելության, ոչ հոգու մարդ, այսինքն հոգևոր մարդ ասածը,
ես այստեղ մի քիչ չգիտեմ մենք շատ ենք այս կողմեն կողմնքնում հա ես կուզենայի որ մենք ավելի կոնկրետ որևէ մի թեմա վերցնենք որովհետև մենք գործում ենք հոգևոր մարդ ասած հասկացությունը հենց այդ գաղափարախոսության մեջ Արթուրի ասած Այո Սեմյոն ջան ես կուզենայի մի բան ավելացնել ես տեսեք այս վերջերս լսել եմ հետևյալ խոսակցությունը որ ի վերջո որ նայում ես ընդհանուր դպրոցում լավ սովորելով ունենում ես լավ աշխատանք ունենում ես լավ բիզնես միտք եմ էլի ասում բայց հիմա տեսեք եթե օրինակ այդ արտադրության փոխարեն լիներ լավ սովորիր որ լինես ազգին պիտանի մարդ ես կհասկանայի բայց եթե մենք լավ ապրելը լավ սովորելու հետ ենք կապակցում այսինքն մենք ավելի գնում ենք գիտեք ոնց ֆինանսի կողմը նյութապաշտության այդ ոգին ենք բարձրացնում որի դեմ միշտ խոսել է Գարեգին Նժդեհը որ այդ ոգին կրծում է մեր միջից այդ դեպքում մենք աշակերտներին դպրոցականներին լավ բան չենք սովորեցնում նրանք արդեն սկսում են հենց այդ գաղափարով միայն առաջնորդվել բայց մեկ է սովորեք ցանկացողը ինքը լավ չի սովորելու ժողովուրդ ջան եթե չի ցանկանում սովորել չի սովորել երկրորդ կարգախոսը կա ուղղակի իմիջայլուց ասեմ որ կրթվելը նորաձևը որը պայտակ հասկացա որ այս խոսակցության շրջանակում նաև նշանակում է որ դու պետքա փոխվես կրթվելը նորաձև է կրթվիր որ լավ ապրես դրա տրամաբանական շարունակությունը նշանակում է փոխվի ձևափոխվի հարմարվի այն պահանջներին որոնք արդեն հարկադրված են քեզ եւ միայն այն մարդիկ որոնք պինդ են տոկուն են զմրուխտ են այդ մարդիկ մնում են կայուն չեն փոխվում որովհետեւ իրենց մոտ դաստիարակությունը ինչա մեր ծնողները մեզ սխալ են դաստիարակել դուք կպնում եք մեր ծնողների դաստիարակությանը դուք կպնում եք մեր արժեքային համակարգին ու հետո ասում եք մարդը բարձրագույն արժեք է չի ստացվում այդպես Պարոն Բաբայան տեսեք որ դուք նշեցիք դա ես հիշեցի նաև այս մի արտահայտությունը որ ծնողները իրավունք չունեն խառնվելու այն հարցերում ինչ մենք կփորձենք իրենց տալ դպրոցի միջոցով Անուն չեմ տալիսով ասեց այդ արտահայտությունը բայց ամեն դեպքում իսկ ծնողները լուր մնացին եւ անտարբեր անցան այդ արտահայտության կողքով բայց չէ որ ծնողն է այդ երեխային ուղարկում դպրոց չէ որ ծնողն է պատասխանատու իր երեխայի կրթության համար իր երեխայի վաղվա օրվա համար ոչ թե միայն այն մարդիկ ովքեր այդ ոլորտում համարվում են պաշտոնավոր կամ դասավանդում են այդ նույն երեխաներին Հասկանում եք, ծնողն է ամենակարևորը։ Իրավական տեսակետից ձեր ասածը պարզաբանել, իսկ հոգեբանական տեսակետից կուզենայի Տիկին Դավթյանը, եթե ցանկություն ունի, նույնպես անդրադառնա։ Ծնողը պետք է խառնվի թե ոչ, դա սահմանադրական 36-րդ հոդվածի առաջի կետի սահմանումն է, համաձայն որի ծնողը իրավունք ունի եւ պարտավոր է պահանջել պատշաճ կրթություն Իսկ մասամբ, եթե ինքը պրոֆեսոր է, դոկտոր է, պատմության կամ լեզվի մասնագետ է, տեսնելով այն այլևալությունը, որը տիրում է դպրոցին, նա պարտավոր է նաև խառնվի այս գործերի մեջ։ Այն մարդիկ, որոնք օրինակ ավագ բուժքույր լինելով օրենսդիր են եւ օրենքներ են ստեղծում կրթության կամ բժշկության մեջ, պետք է դիմադրի հենց այդ ծնողը, հենց այդ շահառուն Եվ պետք է ընդդիմանա, պարտավոր է ընդդիմանա։ Մասնավորապես այն մարդը, որը ստացել է պատմության տեսակետից անվճար կրթություն եւ այսօր համարում է պատմության ուսուցիչ աշխատելը կամ գիրք գրելը որպես փողի առարկա, նա պետք է հասկանա, նա ստացել է այդ կրթությունը, որպեսզի հենց այս իրավիճակում պատմության դասագրքի մասին մենք չխոսացինք, 7-րդ, 8-րդ, հիմա էլ 9-րդ դասարանի դասագիրքն է ստեղծվում, վերոհիշյալ այդ բաները ցավոք այս ծրագրի շրջանակում մենք չենք հասցնի եւ երևի ըստ երևույթի մենք պատմության մասնագետել հրավիրենք այս առումով, ասեմ, որ այդ մարդիկ պարտավոր են նաեւ տեսնել, օրինակ, նաեւ կոնկրետիկայի շրջանակում, պատմության 7-րդ դասարանի մեջ կոնկրետ խնդիր բերեմ եւ լուծումը նաեւ առաջարկեմ ակնկալվող Բերվել է, որ Ռուսաստանը ստիպողաբար Հայաստանին միացրել է Ռուսաստանին
Ռուսաստանի Դաշնությունից, դեսպանատնից նոտա եկավ, որ այս ինչ է գրել պատմություն 7-րդ դասարանում եւ այդ նույն ԿԳՄՍ-ն, հա, վերացրեց այդ թերացումը ճակերտավոր կամ իրական եւ փոփոխեց։ Իսկ մի հարց եմ տալի։ Իսկ երբ որ ծնողը ասում է, որ sense բան պետք է չլինի գրքում, իմ երեխուն մի հայրենազրկի, ինչի չի հաշվի առնում։ Այսինքն մարդը բարձրագույն արժեք է, բայց տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության խոսքը առավել մեծ նշանակություն ունեցավ, եթե դա հնարավոր էր անել Ռուսաստանի դեպքում, ինչի նույն ծնողների մեծ խմբի պահանջով չի փոխվում այն ինչ որ սխալ է տեղի ունենում։ Ինչի, եթե մենք ունենում ենք դասագրքի վրա վրիպակով այրվող դրոշ, այդ այրվող դրոշով դասագիրքը միանգամից չի հանվում դպրոցներին, չի շտկվում, իսկ Ռուսաստանի պահանջի դեպքում մենք 10 օրվա ընթացքում այդ խնդիրը լուծվեց։ Ուրեմն ցանկությունն է կարևոր։ Իսկ ցանկության բացակայությունը ունի շատ կասկածելի պատճառներ։ Սամյան ջան, քանի որ մեզ հրավիրել են այս հարթակ այն մարդիկ, ովքեր կարևորում են ազգային արժեքաբանականը, կցանկանայի որպես վերջաբան, նաև ամփոփիչ, եթե հարցեր ունեք, հա, Ռաֆայելը եւ Պետրոսը, մեզ 1-2 հարց տան, այդ հարցի շուրջ ամփոփիչ խոսենք եւ եզրափակենք։ Ռաֆայել Ես ընդհանուր շատ բավական ծավալուն թեմաներ եք շոշափել։ Ես ուտ կուզենայի ավելացնել, որ այս նույն հարցերից շատ ավելի շատ հարցեր կան ու հավանաբար մեր լսարանը, որ կուզենա կծանոթանա այս նյութին, իրանց հարցերն է կարող են ունենալ եւ կխնդրեի մեկնաբանությունների մեջ իրանց հարցերը տան։ Նաեւ կուզենայի ուղղել թե Սեմյոնին, թե Արմինեին այս հարցը, որ ինչ որ քայլեր, որոնք որ այսօր կարող են մարդիկ ձեռնարկել, դուք տեսնում եք ու ինչ ճանապարհով, ասած ինչ որ պարզ մի քանի քայլ, որ արդեն կարելի է մարդուն կարծես թե իր ուժը վերականգնել այդ քայլերը, ոնց որ ասած, իր իրավունքի մասին տեղեկացնել նախ եւ այդ ճանապարհը բռնել ցանկալի փոփոխությունների ուղղությամբ։ Եթե թույլ կտաք առաջինը ես պատասխանեմ, Տիկին Դավթյան ներողություն եմ խնդրում, որպեսզի որ ոլորտային պատասխանատուն այս առումով պահանջատիրության տեսակետից ես եմ հանդիսացել, ցավոք, ճակերտների մեջ եմ ցավոքը վերցնում, դատական վարչական դատարանում կա իրավական պրոցեսներ, որոնք տեղի են ունենում ընդդեմ ԿԳՄՍ-ի իմ կողմից նախաձեռնված, ես կուզենայի, որ ծնողները լինեն պահանջատեր, չլինեն պասիվ։ Նույն դատարանում հարց է ծագում, պարոն Բաբայան, դուք որպես ՀԿ, որպես ծնող, ինչ իրավասություն ունեք այս հարցերը շոշափեք դատարանում։ Ես այդ ժամանակ պետքա ես ինձ դնեմ ես իմ ինչի տեղ, տոր կանգերի դեմ եւ բոլորի համար պայքարեմ։ Հարգելի ծնողներ, այս նույն գործընթացները պետքա սկսվի համախմբված, ոչ թե ակցիաների տեսակետից, այլ պահանջատիրությամբ, պետք չի լռել։ Տեսնում ես ինչ որ մի բան այն չի, երեխայի հանդեպ ոտնձգություն է կատարվում, հոգեբանական կամ ասենք այլ տեսակետից, դու պարտավոր ես միջամտել, սահմանադրական ձեր իրավունքն է, խնդրեմ Տիկին Դավթյանը շարունակի։ Ես անկեղծ ասած մեկ սարսափում եմ, որովհետև ես տեսնում եմ մեր հարևան պետությունը, նրա հավակնությունները եւ նրա մարտավարությունը, որը օգտագործում է գիտական միտքը, իրավական միտքը, մշակույթը, օգտագործում է հայերին թշնամի ներկայացնելու, հայերին հայկական մշակույթը, լեզուն եւ ամեն ինչը գողացված ներկայացնելու, այսինքն այն ինչ որ իրենք արել են, հիմա վերագրում են մեզ եւ ինքը օգտագործում է իր հնարավորինս ուժեղ ռեսուրսները, միտքը։
ամբողջ Եվրոպայով, ԱՄՆ-ով, համաժողովներով եւ այլն իրենք տարածում են այն գաղափարախոսությունը, որ Հայաստան չի եղել, եղել է Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան եւ հայերը հիմա գրավել են իրենց տարածքները եւ իրենք պահանջատեր են այդ տարածքները վերցնելու առումով։ Եվ ինքը այդ գաղափարախոսությունը ամբողջ աշխարհով տարածում է գիտության միջոցով, իրավագիտության միջոցով, տարբեր փաստաթղթեր կեղծելով, պատմական եւ այլն։ Իսկ Հայաստանն այս առումով հետ է կանչում իր իրավաբանին, ով Հայաստանի շահերն է պաշտպանում Եվրոպական դատարանում։ Ես սարսափում եմ մեր հասարակության այս անտարբերությունից, որ մեզ հրամցնում է, որ կարելի է Թալիբան պետության հետ բարեկամություն անել եւ խաղաղություն պահել այն դեպքում, երբ որ այդ Թալիբան պետությունը ակնհայտ ագրեսիայով է հանդես գալիս վերացնելու համար հայկական մշակույթը, հայկական տարածքները, սահմանները, լեզուն եւ այլն, եւ ես սարսափում եմ, երբ որ տեսնում եմ, որ մենք ներսում այդ գործին ինչ որտեղ այսպես կրակին յուղ ենք լցնում, հա, մեր կեցվածքով, մեր պահվածքով։ Ես սարսափում եմ իմ երեխաների ապագայի համար, իմ թոռների ապագայի համար, ինչու ոչ, թեկուզ մեզ հենց մեր այս պահի համար այստեղ կրթությունը դառնում է երկրորդային, երրորդային, չորրորդային խնդիր։ Կրթությունը միշտ միջոց է եղել։ Եվ ես ուղղակի տեսնում եմ ոչ այսպես անվտանգ, հա, հարաբերությունների կառուցում, որի համար շատ ցավում եմ, որ մեր հասարակությունը դարձել է հենց այդ եսակենտրոնը, սպառողը եւ չի մտածում իր ընդհանրականության մասին եւ ապագայի մասին, ազգային ինքնության մասին, հայրենիքի մասին, իհարկե չեմ ասում բոլորը, որովհետեւ կան այսօր մարդիկ, որ լռում են դեռևս, բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը եւ բոլորը կբարձրաձայնեն։ Եվ ես շնորհակալ եմ պարոն Բաբայանից, որ ինքը այսպես անձնուրաց ձևով պայքարում է այդ ինքնության պահպանման հիմնախնդրի վերաբերյալ եւ բարձրացնում է կարեւոր առանցքային հարցեր եւ շատ ցավում եմ, որ մեր հասարակությունը դա չի տեսնում, չի հասկանում եւ չի գնահատում եւ չի կանգնում անձի կողքին, չհասկանալով, որ դրա ետևում կանած է իրենց երեխաների անվտանգությունը եւ ապահովությունը, իրենց երեխաների ապագան, հա, ազգային պետության սահմանների ներսում։ Իհարկե մեզ հրամցնում են, որ խաղաղությունը այս խաղաղության պայմանագիրը դրան է ուղղված, բայց ես բոլորովին այլ ենթատեքստեր եմ տեսնում եւ բոլորովին այլ գործիքներ եմ տեսնում, որ կիրառում է հարևան պետությունը մեր դեմ, որին հակընդեմ, ինչպես դուք եք ասում, հակընդեմ ուժը մեր թույլատրած է հենց կրթության միջոցով, մշակույթի միջոցով։ Մենք շատ ենք ցել այս ոլորտը ազգայինը որպես ուժ, որպես հենասյուն ապահովելու առումով շատ ենք թույլատրել։ Սկսած հայրենասիրական գաղափարներից, որ դպրոցներից հանվում է, սկսած հանուն հայրենիքի հասկացությունից, չեմ ասում որպես զոհ, այլ որպես պայքարող տեսակներ Մոնթեի նման, Նժդեի, Անդրանիկի նման կերպարներին նսեմացնելու, ստորադասելու միտումներից, այս բոլորին մեր ժողովուրդը պետք է ընդդիմանա, բայց ես տեսնում եմ, որ շատ թուլացել է այդ ընդդիմությունը։ Ես ավելացում, շատ կարևոր ավելացում անեմ, նաև դիմում եմ մեր սփյուռքին, շատ կարևոր բան ունեմ ասելու, որ ես սարսափում եմ, երբ որ այս ամբողջ գործընթացի մասով, եթե ես տեղեկացնում ենք, ես սարսափում եմ նրանից, որ սփյուռքի շատ մասը առաջի անգամ կարող է լսի մեր եթերից հետո այդ խնդիրների, այդ սարսափելի խնդիրների մասով, որ մենք այսօր հինգով բացահայտեցինք մեր սփյուռքին, նաև մեր ժողովրդին, որը գտնվում է Հայաստանի ներսում, այսօրվա Հայաստանի Հանրապետության ներսում, ժամանակի սուղությունը կամ չուզենալ տեսնելը այն խնդիրների մասին, որ մենք խոսացինք։ Ես սարսափում եմ, երբ որ տեսնում եմ, որ այդ հիբրիդային կամ ինֆորմացիոն պատերազմը ռազմական տերմին է, հիմա արդեն ձևափոխվել է, դարել է հիբրիդային
պատերազմի բանագնացները գտնվում են հենց Հայաստանում, նաև պետական մարմիններում, եւ բանագնացները շատ հզոր են, նրանք ասում են, որ հայերը ունեն շատ մեծ իրավունքներ, օրինակ Թուրքիայում, բայց մոռանալով, որ հայերի իրավունքների բացակայություն կա Ադրբեջանի Հանրապետությունում եւ երկու հարևան պետություններում հակադիր պատկեր կա։ Մի տեղ որոշակի գոյատևում, նաեւ ստեղ շեշտվում է օրինակ Ստամբուլում 50-ատ հայկական եկեղեցի կա։ Հասկանում եք, դա քողարկված գաղտնի մեխանիզմն է այդ նույն խաղաղության օրակարգով տապալել մեր պետությունը, որովհետեւ ազգաբնակչության մեծ ռեսուրս ունեցող մուսուլմանական երկիրը շատ շուտ 5-ից 10 տարում կարող է կլանել Հայաստանը որպես պետություն եւ մնա ոչ միայն հյուսիս-հարավ, արևմուտք, արևելք, այլ դառնա Հայաստանը որպես խաչմերուկ։ Ես սարսափում եմ եւ շատ մեծ ցավով եմ ուզում ասել մեր Սփյուռքին, որ դա է կարող է սпасել եւ ցավոք իրանք արդեն չեն կարող վերադառնալ Հայաստան, գնան Էջմիածին, Գառնի Գեղարդ, գնան Սևան, էտել եմ ուզում նախապես զգուշացնել եւ այսօր Հայաստանում որ այս 4-ս են սրա մասին խոսում, ես դրանից էլ եմ սարսափում։ Պարոն Բաբայան, թույլ տվեք ձեզ շարունակելով, եթե Ռաֆայելը դեմ չէ, նաեւ ես պատասխանեմ այդ հարցին, որ հնչեցրեց, երբ որ խաչմերուկ բառը նշեցիք, ակամայից հիշեցի խաղաղության խաչմերուկ ասվածը, եւ դա բնականաբար կոպիտ ասած կեղծ միֆոլոգիա է, որ փորձում են մարդկանց ենթագիտակցության մեջ մտցնել։ Պատասխանելով Ռաֆայելի հարցին, կցանկանայի հետեւյալ ասել, Ռաֆայել ջան, իմ հասկացողությամբ, իմ տրամաբանությամբ ստեղծել հանրային ճնշում տարբեր ոլորտներում, որտեղ ապազգային գործընթաց է տեղի ունենում։ Հանրային ճնշումը լինի գիտակից մարդկանց միջոցով, ասենք կլինեն, չգիտեմ, օրինակ պրոֆեսորներ, կլինեն պատմաբաններ, կլինեն ուսուցիչներ, մտավորական զանգված, նաև դրա հետ մեկտեղ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք եւս ազգային են շատ կարևորում եւ կլինի հանրային ճնշում ասվածը։ Հանրային ճնշման արդյունքում մենք կստանանք մեկ այլ պատկեր, որ մենք թույլ չենք տա կնդվզենք, կմբոստանանք խելացի ձևով, ոչ թե այլ ճանապարհներով, որ փորձում է իրականացնել ինչ-որ մարդիկ։ Այսինքն առաջին տարբերակը լուծումա ես տեսնում եմ հանրային ճնշումը։ Երկրորդ տարբերակը, ուրեմն ես նշեմ, որ մի քանի օր առաջ գտնվում էի բարձունք երիտասարդական կազմակերպությունում, ովքեր եւս զբաղվում են ազգային հարցերով, եւ նրանք նախաձեռնություն են սկսել հայոց պատմությունը ցուցադրել էկրաններով ամեն անգամ, ասենք 10 րոպե, առաջին մաս, երկրորդ մաս եւ մի քանի մասից բաղկացած գեղեցիկ տեսանյութով պատկերված, նրանք փորձում են դա մատուցել երիտասարդներին, որ իրենք չմոռանան իրենց պատմությունը։ Սա լավ նախաձեռնություն է, այսինքն ինչքան շատացնենք մենք ազգային ծրագրերը, նաեւ Սփյուռքում։ Այո, եւ ինչքան մենք շատացնենք այդ ազգային ծրագրերը, այնքան կկարողանանք ապազգայինի դիմաց առնել, բայց երբ ապազգային ավելի շատ է, բնականաբար ազգայինը մղվում է երկրորդ պլան եւ ենթագիտակցորեն մարդկանց վրա աշխատում են ինչ-որ քարոզչական մեքենաներ, որպեսզի նրանք ապազգայինի կողմը գնան եւ դա համարեն եվրոպական ինչ-որ արժեքներ եւ այդ եվրոպական արժեքները, որոնք բացասաբար են անդրադառնում մեր ենթագիտակցության վրա, դա ավելի տարածեն։ Դա կլինի սոցիալական տարբեր արտաքներ, նույն TikTok-ը, Facebook-ը, Instagram-ը, դե ավելի շատ TikTok-ը եւ Instagram-ն են փորձում այդ թրքասիրության քարոզները եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք պետք է ազգայինով պայքարենք ապազգայինի դեմ եւ այդ հանրային ճնշման միջոցով կարող ենք հասնել դրան։ Սա էլ այն պատասխանը ձեր հարցին։ Նաեւ իրավական լուծումները կան, կատարողները կան, ուղղակի համախմբում է պետք։ Այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս հարցերով, ոչ թե անվանել հակապետական կամ ռոբոսերժ, եսիմի ինչ, այլ համախմբվել նրանց շուրջ, տրամաբանությունը միացնել վերջապես։ Լուծումները կան, կոնկրետ Հասարակությանը հրամցրել են, որ կան կամ նախկինների կողմնակիցներ կամ եղածների կողմնակիցներ եւ չկան չեզոք մարդիկ, ովքեր արժեքների կողմնակից են կամ ինչ որ այլ համոզմունքներ ունեն։ Միշտ ասում եմ այդ մարդկանց, ասում եմ դուք մտածում եք, եթե ես խոսում եմ, ասենք ինչ որ մի բան, որը չի համընկնում ձեր համոզմունքներին, ուրեմն ես սև եմ,
դուք էլ սպիտակ եք, իսկ չի կարող արանքում մոխրագույն լինել։ Ասենք այդ մոխրագույն այդ բալանսն է պահում վերջին հաշվով։ Ազատ ներողություն Տիկին Դավթյանի մասով ասեմ, որ ինքը այսօր նաև ներկայացնում է ուսուցիչների իրավունքների պաշտպանությունը, ավելի կոնկրետ սոցիալական խնդիրն է ներկայացնում, որի արդյունքում տրորված են այն ուսուցիչների իրավունքները, որոնք ստիպում են քննության տեսքով աշխատավարձը բարձրացնել, իսկ դա ինչպիսի միտում ունի եւ ինչպիսի նպատակ կարող է ունենալ քողարկված, դրա մասին կխոսենք երևի հաջորդ հանդիպման մեջ, դա կախված է մեր այսօրվա հանդիսատեսի ակտիվությունից, շատ կարևոր թեմա կարող ենք քննարկել, թե ոնց է սոցիալական խնդիրների լուծումը քննության հանձնումի, ատեստավորման հանձնումից հետո կարգավորվում մարդկանց սոցիալական իրավիճակը։ Ոչ թե մենք կխոսենք դրա մասին։ Հարաբերությունների մակարդակն է փոխում, ստեղծում է թշնամական միջավայր։ Էլի ամեն բոլոր ոլորտներում այդ տարանջատումներն են տեղի ունենում, բաժանի որ տիրեմիս շուտով երևի։ Տիկին Արմինե ջան, որ դուք նշեցիք մոխրագույնը չենք կարող լինել, այո, շատ դիպուկ եք ասում, որ պարտադիր չի լինես նախկիններից կամ այն մարդկանցից, որոնց չի սիրում ժողովրդի մեծ զանգվածը, կարող ես լինել մարդ, որ կարևորում է ազգայինը, որ հայամետ, հա, այդ բառը մեկ-մեկ ասում են պետք չի օգտագործել, բայց ամեն դեպքում, որ միտված է հայի ազգապահպան գործունեությանը։ Ձեր ասացից հետևություն անեմ եւ հիշեմ այն ժամանակ սևերի եւ սպիտակների բաժանումը, որ սա եւս պարակտման միջոց է, դա եկել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ ելի տեսեք եվրոպական արժեքը բերում են ու բացասաբար տարածում են մեր ժողովրդի մեջ։ Ելի եվրոպական բացասական։ Եթե թույլ կտակ մի քիչ ամփոփեմ, Այո, իհարկե։ Սեմյոն Բաբայանին ըստ էության կարող եք դիմել, օրինակ, եթե իրավական ինչ-որ հարցեր, խնդիրներ ունեք, որ ցանկություն կունենաք, ասենք ինչ-որ ձեր առաջ ծառացած խնդիրը ներկայացնել կամ ինչպես դիմել, որ մարմնին դիմել, նաև ՆԶՊ-ի եւ որոշակի կրթական ոլորտի հետ կապված հարցերով Արմինե Դավթյանին մեր որպես ուսուցիչների իրավապաշտպան եւ որպես մարդ, որը մասնագիտացել է ու խորացել է, վերապատրաստվել է ինքնուրույն ձգտել է այդ ամեն ինչը անել ուսուցիչները կարող են դիմել վերապատրաստվելու եւ թե իրենց իրավունքների իրենց որպես մանկավոր եւ հոգեբան կարող են դիմել եւ որպես հոգեբան եւ Արտուր ջան, դուք էլ մի քիչ ներկայացնեք, դուք ինչ հարցերով եք զբաղվում, ինչպիսի այսպես ասած գործունեություն եք ծավալել եւ որ ոլորտում հաջողություն ունեք հակիրճ եւ եթե ես մի քիչ լավ չներկայացրեցի մեր այլ մասնակիցներին այսօրվա հանդիպման, խնդրում եմ դուք էլ լրացրեք, ես ամեն ինչ չեմ կարող իմանալ ու նաեւ կարեւոր է նշել, որ բավական մեծ խնդիրներ է ծառացած եւ իսկապես ինքնուրույն չեն կարող անել, բայց ամենքս ինչ ձևի լումայով կարող ենք այդ խնդիրների լուծման մեջ ներդրում անել։ Դա էլ եթե Շատ լավ, Ռաֆայել ջան, իհարկե սիրով ձեր հարցին պատասխանեմ։ Ես արդեն նշեցի, որ դեպի Նժդե նախաձեռնության հիմնադիրն եմ եւ առաջիկայում եւս նախորդ տարի արդեն կազմակերպել ենք, գնացել ենք տարբեր դպրոցներ, փորձել ենք Գարեգին Նժդեի հոդվածներն ընթերցելով, զրուցելով երիտասարդների հետ, տանել իրենց դեպի Նժդե եւ Նժդեի թողած լայն ժառանգությունից գոնե ինչ-որ չափով փոխանցել նաեւ իրենց, որպեսզի իրենց ենթագիտակցության մեջ մտնի Նժդեի թողած հետաքրքիր մտքերը, ինչպես նաեւ այդ հոդվածները, այդ նախաձեռնությունը շարունակելու ենք նաեւ այս տարի։ Եթե կլինեն մարդիկ, որ կցանկանան համագործակցենք այդ առումով, դեպի Նժդե նախաձեռնության շրջանակներում, սիրով պատրաստ եմ։ Իմ Facebook-յան էջը հայկական ապահով սերունդը մի նպատակ ունի, որպեսզի թույլ չտանք, որ հայկականից շեղված տարբեր բաներ լինի գրականության մեջ, լինի մշակույթի մեջ, տարածում գտնենք եւ այդ մասին ակտիվորեն ես պատրաստ եմ միշտ խոսել, ներկայացնել հստակ գրառումների տեսքով, տեսանյութերով, եթե կլինեն մարդիկ, որ կցանկանան նաեւ ինձ միանալ, այդ հարցում եւս սիրով պատրաստական եմ համագործակցել մարդկանց հետ։ Թերևս այսքան։
Սեմեն ջան, դուք ինչ որ բան ունեք ներկայացնելու այդ իմ նշվածից կամ մի քիչ այլ ձևով ձևակերպել, որովհետև ես վստահ չեմ, որ լավ ներկայ։ Ես նաև իրավապաշտպան գործունեություն եմ ծավալում անվճար, բայց հիմա շատ ծանրաբեռնված եմ այն իրավապաշտպան գործունեությամբ, որը վերաբերում է բոլորիս երեխաներին եւ իր հերթին խնդրում եմ, եթե մարդիկ կան, որ հոգեբանական, լինգվիստական փորձաքննություն կարող են ցուցաբերել դատական process-ի մեջ, նշել, բացահայտել իրենց, որպեսզի դատաքննության ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի 30-ին, մենք արդեն թիրախավորված նշենք դատարանին այն ուղղությունները, այն հոգեբանական կամ լինգվիստական կամ այլ պատմաբանական մասնագիտական եզրակացությունները, որոնք կարող են ուղղել շտկել այն խնդիրը, որը ծանրացել է։ Բացի դրանից ես ուշադրություն դարձրեցի պարոն Պետրոսին, որը երևի մեր բացահայտումներից չխոսած, ճիշտ ասած, ըստ երևույթի որպես թուրք ինքը ապշած է այն իրողությունից, որ մենք այսօր ներկայացրեցինք, ես դա եմ տեսնում պարոն Պետրոսի որպես իսկական հայ, դեմքին ապշած է մարդը եւ խնդրեի մի քանի խոսքով ներկայացնել այն տպավորությունը, որ ստացակ մեր այսօրվա զրույցից։ Դուք սպասում եք, որ անկախ Հայաստանում այսպիսի խնդիրներ կլինեն։ Նախ ես բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Զվուկը միացրեք։ Ուրեմն նախ Առաջինը, ուրեմն սրտան շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին։ Ես շատ ուրախ եմ, որ խոսակցությունը եղավ, որ տեսակետները կիսվավ։ Ես ուզում եմ մի երկու բան իմ լսածից ուրեմն եզրակացություններից կիսվեմ։ Նայեք, մենք ստեղ լավ սովորելու շատ փող ունենալու մասին խոսացինք։ Բայց այն շատ փող ունեցողները լավ սովորողներ չեն, բացարձակ։ Դրա համար ես չեմ ուզում խորանամ այդ ուղղությամբ, բայց ես կարող մի բան ասեմ, որ հիմնական մեր խնդիրը անհատական ազգային առանցքը ստեղծելն է ու ուժեղացնելն է։ Այսինքն ես շատ կուզենամ այս մեր լսողների մեջ, եթե դասատուներ կան, թե թոշակառու, թե ակտիվ, որ մասնակցեն մի փոքր ծրագրի մեջ, որ մենք կարողանանք լեկցիաների մի շարան կազմենք հայկական պատմության մասին, ընդ որում պետք է ինտերակտիվ լինի, որովհետև լսողները պետք է լինեն ջահելները, իհարկե մեծերն էլ կարող լսեն, բայց հարցերը պետք է լինեն եւ հարցերի պատասխանները պետք է նույնիսկ ունեն արկա լինեն։ Այդ քանի որ մեր նախաձեռնությունը շատ ավելի ծավալային է, ես այս հայտարարությունը ուզում եմ անեմ այն մարդկանց համար, որոնք ուզում են մասնակցել sense մի ծրագրի, մի փոքր ուրեմն ծրագիրը մոտավորապես, չգիտեմ, երևի 6 կամ 10 լեկցիա կլինի, ասենք ներկայացնելու հայկական պատմությունը, հայկական գրականությունը, կամ ասենք արվեստը։ Ես մի առաջարկել անեմ, հա, ես կառաջարկեմ հայի հոգեբանության թեմայով դասախոսություն։ Այո, դա ամենա գոհարն է մեր ազգի իմ կարծիքով, որը չկա առհասարակ, ես կառաջարկեմ այդ թեման ուսումնասիրված եւ շատ բավականին խորը հիմքերով կարող եմ վարել դասախոսություններ սիրով հայ լսարանի։ Որովհետև հրապարակումներ ունեք ինչ որ հոդվածների տեսքով, գրքերի տեսքով, եթե ունեք կարող ենք հղումներ նաև թողել մեկնաբանությունը։ Ռաֆայել ջան, ես ունեմ մոտավորապես 50 գիտական հոդված, 10 գիրք հրապարակված եւ վերջին իմ հրապարակումը դա իմ գոհարն է, կարելի ասել։ Այսպիսի աշխատություն աշխարհում այսօր չեք գտնի։ Սա իմ
գիրքն է, որը դուրս տեսավ դեկտեմբերին, որի վրա ես աշխատել եմ 20 տարի։ Եվ ինքը կոչվում է անտիտիպաբանություն եւ ներդաշնակության մանկավարժություն հոգու ինժեներիա։ Հա, այստեղ հոգու մասին է, հոգու հասկացության մասին է եւ շատ ունեմ աշխատություններ, բայց հայի հոգեբանության վերաբերյալ ունեմ ավանդությունների վերաբերյալ ուսումնասիրություն մեծ բավական գիտական հոդված, եթե դա նկատի ունեք։ Այո, ես դա նկատի ունեմ։ Ես դասավանդել եմ էթնիկական մանկավարժություն, որտեղ դասավանդել եմ սկսած հեքիաթներից, վերջացած օրորոցային երգերից, ազգային նշանակությունը, դրանց ազգային գիտակցության ձևավորման նշանակությունը, ունեմ բավականին էլի ուսումնասիրություններ, բայց այն ինչ որ ես առաջարկում եմ հայի հոգեբանություն, դա վերջի շրջանում եմ սկսել մոտավորապես մի 5-6 ամիս է գիտական աշխատություններ եմ, գիտական այսպես հետազոտություններով զբաղվում եմ այդ ուղղությամբ, դրա առանցքում ներկայացրեցի մի փոքր այսպես նեղ զեկույց հայկական արժեհամակարգի բուրգը եւ ես կուզենամ այդ թեմայի մեջ ընդլայնվենք դες երբ որ լսարան է գնում ավելի լավ է աշխատում։ Այո Եկեք անենք դա, ես համաձայն եմ, անենք, ես ուզում եմ ձեր ասածին ավելացնեմ, օրինակ ես ստեղ հետևում եմ ստեղի ծնված երեխաները, մեկ էլ նույն տարիքի երեխաները, որոնք որ եկել են արդեն մի քիչ արդեն հասկացող 15-18 տարեկանի, մտածելակերպը լրիվ տարբեր է, ուսումնական ուրեմն ձևի մասին ես ուրեմն հիմնական բաները որ ամերիկյան դպրոցում են սովորացնում նաև որ ծնողից չլսես ու առանց թրթուրության ոչ բան չանես այդ երկու բանն է սա դպրոցը սովորացնում 12 տարի հասկանում եք հիմա երբ որ Հայաստանից եկած երեխան է գալիս համատում ես այդ ուրեմն ստեղի երեխայի հետ դու տեսնում ես որ անդեղից եկած երեխան մտածում է ապագայի մասին, ասենց կանեմ, հենց կանեմ, ես ավտոն կառնեմ, ես կանեմ, կաշխատեմ եւ այլն, բայց այս ստեղի երեխաները այդ բանը չունեն, այսինքն ինիցիատիվա չունեն։ Հասկանաս, ու ես հետի կապում եմ հենց այդ ազգային անհատականության հետ։ Այսինքն լեզվի, մտածելակերպի այդ բաները, նախադասությունները շարադրելու բարերը օգտագործելու մեջ է գաղտնիքը մտածելակերպի ուժը մտածելակերպի մեր լեզուն դժվար է դրա համար մեր ուղեղը ավելին է աշխատում դրա համար մենք արարող տեսակ ենք դառնում այո Սա նեյրոհոգեբանական ակունքներն են, մեր գենետիկայի տարբերությունն է, որ ի տարբերություն սպառողական մտածելակերպի, դրանք ավելի լայն են մտածում, ավելի խոր, ավելի հեռու, դա ուղեղի առանձնահատկությունն է, որը հենց կրթության մեջ է զարգացվում։ Եթե մեր կրթությունը մենք նեղացրեցինք, այսօր իմ տղան ասում, օրինակ Մամ, ինչի համար են իբրև թե այդքան խորը սովորեցնում, ասում դու չես պատկերացնում, որ դա քո աշխարհայացքն ու մտածելակերպը որքան է զարգացնում, որ դու ապագատ ավելի ճիշտ կառուցես։ Ոչ թե դու նեղ մտածես, այլ լայն մտածես, ոչ թե դու դառնաս բժիշկ, որը միայն քիչ է բուժում կամ միայն ականջ է բուժում կամ միայն աչք է բուժում, այլ տեսնի ամբողջ օրգանիզմը որտեղից է խնդիրը գալիս, որ կարողանա ինքը հասկանա, որ աչքը ցավում է, որովհետև գլուխը վնասված է, կամ ասենք, որտեղ ստամոքսն է խանգարված, դրանից աչքը չի սնուցվում եւ այլ։ Երբ որ մենք նեղ ենք սովորեցնում մտածել, մարդիկ դառնում են նեղ մասնագետ, դառնում են նեղ եւ իրենց կյանքի պլանավորման առումով եւ երկրի պլանավորման առումով Ճիշտ է, բայց դա անհատական որակ է, եթե ինքը բնավորության մեջ այդ պրպտությունը չունի, օրինակ, եթե հայերին վերցնես, ես փոքր օրինակ տամ, ստեղ կան հայեր, որ տունը, ասենք, մաց ունեն մերում, տորմուզներն են փոխում մեքենայի, հաց են թխում, շինարարություն են անում, հարևաններն նայում ասում են դուք փող չեք ծախսում, հա, որովհետև ինչ որ ձեզի պետք է դրսից, դուք ինքներդ կարողանում եք անեք։
Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն այդ մարդիկ ծնված չեն սովորել այդ բան անել, իրանք սովորել են մի տեղից ուրեմն Անի իրանք առնեն։ իրանք հա, ուրեմն իրանք այդ հետաքրքրասիրություն ունեցել են, այդ ոնց ասեմ, պահանջը սովորելու, իմանալու, օրինակ հային ասում ես այս բանը մի արա, առաջի բանը որ անում ենք, այդ բանը անումը որ տենա թե ինչ կլինի։ Այս հետաքրքրություն ես Մենակ հայ մի վատ հատկանիշ կա, հայ ամեն ինչ անում է, որ օրենքով չանի։ Էդ սովետի բանն է, մնացորդն է։ Գտնում է ոնց անի, որ օրենքով չանի։ Գիտեմ։ Արարիչ մարդը սովորաբար ինքը իրան ամեն քայլափոխին հարցնում է ինչի համար եմ սա անում։ Իսկ Ժողովուրդ ջան, հազար ներողություն եմ խնդրում, ուզում եմ ուղղակի դուրս գամ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այս հաճելի նախաձեռնության համար։ Ես իմացեք միշտ կամ, արդեն նշեցի ինչ հարցով կարող եմ օգտակար լինել, Ռաֆայել ջան շատ մեծ բավականություն ստացա մեր զրույցից, շատ adekvat ձևով գնաց, խոսեցինք տարբեր թեմաների շուրջ։ Պարոն Պետրոս, ձեզ եւս շնորհակալ եմ շատ, որովհետեւ իսկապես ձեր մտահոգությունը, անհանգստությունը հերվից զգում ենք, որ ի սրտե է, եւ այն ամենը ինչ որ դուք փորձում եք անել, թող Աստված ձեր բռնած գործը օրհնի։ Այսքանը կասեմ, բոլորիդ մաղթում եմ հաջողություն, մեզ բոլորիս։ Սա մեր բոլորին, այսպես ասած, ցանկությունն է, որ մեր ազգայինը ավելի կարևորվի։ Դուք նախաձեռնել եք սա, մենք նախաձեռնում ենք մի բան, կարևորը համախմբվենք, միավորվենք եւ մեզ հաստատ կոտրել չի լինի։ Նմանապես շնորհակալություն։ Ամեն, համաձայն եմ։ Առայժմ շնորհակալություն, ստեսություն։ Բարի։ Լավ, Տիկին Արմինե ջան, ես ճիշտ ասած չհասկացա, ճիշտ ներկայացրի ձեզ